Ողջույն սիրելի ընկերներ, հետևորդներ, բարի գալուստ Արևի խոհանոց։ Այսօր պատրաստելու եմ շատ համեղ տորտ սկյուռիկ։ Ինչ է հարկավոր մեզ դրա համար։ Մեզ հարկավոր է 3 ձու, ես արդեն նախօրոք առանձնացրել եմ սպիտակուցը դեղնուցից, 180 գրամ շաքարավազ, 180 միլիգրամ գոլ կաթ, 1,5 թեյի քթալ սոդա, մի փոքր վանիլին, 1,5 թեյի քթալ քացախ եւ 200 գրամ ալյուր։ Անցնենք գործի, սկսենք պատրաստել միասին։ Առաջին հերթին պետք է հարենք ձվի սպիտակուցը։ Կհարենք մի փոքր, այնուհետև քիչ-քիչ կավելացնենք շաքարավազը։ Պետք է հարենք 5 րոպե, մինչև զանգվածը մի փոքր փրփրի եւ սպիտակի։ Այդ ընթացքում կմիացնենք ջեռոցը, որպեսզի լավ տաքանա։ Մի փոքր հարելուց հետո ավելացնում ենք կես թեյի քթալի չափ վանիլին։ Եվ արդեն քիչ-քիչ ավելացնում ենք շաքարավազը։ Հինգ րոպե հարելուց հետո տեսեք, սպիտակուցը արդեն փրփրել է, ավելացնում ենք հատ ձվի դեղնուցը և կրկին հարում ենք։ Մի փոքր հարելուց հետո ավելացնում ենք 180 միլիգրամ գոլ կաթ։ Եվ կրկին հարում ենք։ Այժմ կավելացնենք սոդայի և քացախի խառնուրդը։ 1,5 թեյի քթալ սոդային կավելացնենք 1,5 թեյի քթալ քացախ։ Խառնում ենք և ավելացնում ենք զանգվածին։ Այժմ մաղով կանցկացնենք 200 գրամ ալյուրը։ Պետք է ստանանք թույլ խմոր։ Ահա թանկագիններս, խմորը արդեն պատրաստ է, ստանում ենք թույլ բիսկվիտային խմոր, կլցնենք ջեռոցի տապակը և կուղարկենք արդեն թխվելու։ Տապակի մեջ յուղաթուղթ ենք փռում, ոչինչ չենք քսում յուղաթղթի վրա։ Եթե ձեր յուղաթուղթը այնքան էլ հաջող չէ, որակով չէ, կարող եք մի փոքր աննշան ձեթ քսել, բայց շատ քիչ, կամ կարագ։ Ջեռոցի տապակի չափսերը 39-32-ի վրա է։ Մենք թխելու ենք 1 շերտ։ Խմորը կլցնենք, կտարածենք և կուղարկենք արդեն նախօրոք տաքացրած ջեռոցը, թխելու ենք 180-ից 200 աստիճանի տակ 20-ից 25 րոպե, մինչև պատրաստ լինելը։ Ինչպես միշտ եմ ասում, պետք է նայեք ձեր ջեռոցներին։ Եթե ցանկանում եք մեծ թխել, առիթների համար եք թխում, նույն բաղադրիչներով կարող եք պատրաստել 2 շերտ։ Շերտը արդեն պատրաստ է, չոփիկի օգնությամբ ստուգում ենք, ահա։ Թողնենք բիսկվիտը կսառի, այդ ընթացքում կպատրաստենք կրեմը։ Կրեմի
համար ես վերցրել եմ 200 գրամ փափկեցրած կարագ, 2 ճաշի գթալ շաքարի փոշի, 1 ճաշի գթալ կակաո, մի փոքր վանիլին եւ 150 գրամ եփած խտացրած կաթ։ Անցնենք առաջ, սկսենք պատրաստել։ Առաջին հերթին կարագի վրա ավելացնում ենք կես թեյի գթալ վանիլին, ավելացնում ենք շաքարի փոշին։ Այս ամենը մի փոքր կհարենք, որպեսզի կարագը մի փոքր սպիտակի, այնուհետև կավելացնենք խտացրած կաթը եւ կակաոն։ Ահա, թանկագիններս, կրեմը եւ բիսկվիտը արդեն պատրաստ են։ Կարող ենք սկսել հավաքել տորթը։ Շատ լավ կրեմ ստացանք։ Խնդրեմ։ Հարկավոր է բիսկվիտի շերտը բաժանել 2 հավասար մասի։ Տորթը կրեմապատեցի, վերջացրեցի, հիմա կբերենք վերջնական տեսքի։ Վերջնական տեսքի բերելու համար ես վերցրել եմ մանր կտրատած ընկույզ, կարող ենք քերիչով անցկացնել եւ իհարկե փշրանքները։ Երկուսը միասին խառնել եմ իրար։ Դրանով կձևավորենք կողքերը, իսկ 50 գրամ շոկոլադե սալիկով կձևավորենք երեսը։ Ձևավորեք ինչպես նախընտրում եք։
Շոկոլադե սալիկին ավելացնում ենք նաև մի փոքր կարագ։ Ահա թանկագիններս տորտ սկյուռիկի վերջնական տեսքը, այն շատ լավ ստացվեց և գեղեցիկ, միևնույն ժամանակ շատ համեղ, հուսով եմ ձեզ դուր եկավ, դուք նույնպես պատրաստեք և վայելեք, կդնենք սառնարան 1-2 ժամ կթողնենք, որպեսզի կրեմը ներծծվի, այնուհետև կկտրեմ և կմատուցեմ, եթե ձեզ դուր եկավ չմոռանաք կիսվել ձեր ընկերների հետ, այսօր էլ այսքանը, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։